Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շատ նպատակներ է հետապնդում։ Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհանես Լիխներն ասում է, դրանք նպատակներ են, որոնց պետք է հասնել հետագա տարիներին։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հանձնելուց հետո Յոհանես Լիխները գոհունակություն հայտնեց, որ Հայաստանը բավական արագ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Մենք հենց նոր ներքին գործերի նախարարին հանձնեցինք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը պարունակում է մի շարք նպատակներ տարբեր ոլորտներում, անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ, նպատակներ, որոնց պետք է հասնել հաջորդող տարիներին։ Շնորհավորում եմ նախարարին եւ իշխանություններին այս գործընթացում արագ եւ խորքային առաջընթացի համար։ Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն։ Վիզաների ազատականացումը Հայաստան-Եվրամիություն գործընկերության կարևոր փուլ է ուղղված վստահության եւ Եվրամիության հետ գործակցության ամրապնդմանը։ Հայաստանը վիզաների ազատականացման ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության եւ հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ սա պատմական քայլ է Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության ճանապարհին, քանի որ ի վերջո ունենք առաջին շոշափելի քայլը, որը համատեղ ջանքերի արդյունք է։ Այս համատեքստում ներքին գործերի նախարարը շեշտեց. Եվ ես նաև այս համատեքստում ուզում եմ մեծ պատասխանատվությամբ նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը շարունակական երկխոսություն ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմայով։ Պիտի փաստեմ, որ գործողությունների ծրագիրը, որը ներկայացված է հայկական կողմին, լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բարեփոխումային քաղաքականությանը եւ դրանում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում էական դեր ու նշանակություն են ունենալու եւ հատկապես վիզաների ազատականացման համատեքստում ապահովելու են արժանապատիվ ճանապարհորդության նաեւ հնարավորությունը դեպի Եվրոպական միության տարբեր երկրներ։ Նախարարի խոսքով գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները կներառեն միգրացիոն կառավարման, ապաստանի, սահմանային անվտանգության, մարդու իրավունքների եւ հանրային անվտանգության ոլորտները որպես Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առանցքային մաս։ Ես ուզում եմ շեշտադրել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը հետևողականորեն իրականացնելու գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները եւ ես եւս կիսում եմ, որ մենք շատ կարճ ժամկետում ենք հասել այս կարևոր հանգրվանին, որը հանրային լայն ուշադրության ներքո է գտնվում եւ նաեւ հանրային լայն ակնկալիքներ է ձևավորել։ Հայաստանն ու Եվրամիությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո գործընթացն առաջ մղելու համար ակտիվ հանդիպումներ եւ պաշտոնյաների փոխայցելություններ են տեղի ունենում։ Նախարարն ասաց, որ դա Հայաստանի համար հնարավորություն է կարևոր ոլորտներում արդյունքներ արձանագրելու։ Արդյունքներ, որոնք համահունչ կլինեն նաեւ արժեհամակարգային մոտեցումներին, որոնք Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության համար ընդհանուր են։ Սա նաև կարևորագույն հնարավորություն է ապահովելու մարդկային կապերը, տնտեսական կապերը, մշակութային կապերը, կրթական կապերը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև։ Համատեղ ջանքերով կատարվել է հսկայածավալ աշխատանք եւ հայկական կողմին այսօր գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը վկայությունն է որակյալ աշխատանքի, նաեւ երկխոսությունը շարունակելու եւ այն տրամաբանական հանգրվանին վիզաների ազատականացմանը հասցնելու երկկողմ պատրաստակամության, նշեց Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենը։ Նա վիզաների ազատականացման վերջնաժամկետների մասին չխոսեց, սակայն նշեց, որ պատրաստ են նպաստելու արագ շարժվելուն, ապահովելով բարձր որակական չափանիշներ։ Նրա խոսքով հաջորդ քայլը լինելու է այն, որ հայկական կողմից գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ իրազեկումից հետո համապատասխան խմբեր կուղարկվեն Հայաստան իրավիճակը գնահատելու եւ առաջ անցնելու համար։ Եվրոպացի պաշտոնյայի փոխանցմամբ հերթական փուլը տեղի կունենա արդեն հաջորդ տարեսկզբին, երբ կգնահատվեն ներդրված կենսաչափական անձնագրերի համակարգի գործողության արդյունքները։ Կարեն Ղազարյան, Ռադիո Լուր։